Բարև ձեզ, սա Top Test-ը, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ, ինչից սկսվեց եւ ուր հասավ։ Մենք այսօր ձեզ կպատմենք։ Իմ մայրը թուրք է սկանդալ Ազնավուրի անվան ու հարցազրույցի շուրջ, ըստ հայկական կողմի թուրքերը կեղծ հոդված են հրապարակել։ Քաղաքական ու վիրտուալ կրակոցներ նախկին ազատամարտիկների միջև։ Շաբաթվա կրքերն ու մտքերը։ Վրացական Բաթումին ու նրա հայկական ծագմամբ հիմնը, բացահայտում։ Բաթումի, Բաթումի, Խերբաչանը պոլա Բաթումի։ Ինչ են ընդօրինակելու երեխաները, ինչու է քանդակագործը Սոս Սարգսյանին ներկայացրել ծխախոտը ձեռքին եւ ինչու է Ճոյթ Մականունով նախկին պատգամավորը գեղարվեստական ֆիլմեր նկարահանում։ Ախ այդ ճանապարհային նշանները, յուրահատուկ ցուցահանդես էգզիստենցիալ սրճարանում։ Պուտինի ցենզուրայից դուրս անեկդոտն ու Մերկելի դեմքի արտահայտությունը։ Շարլ Ազնավուրի նոր անհավանական հարցազրույցը թուրքական թերթին։ Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյան հայտարարել է՝ իմ մայրը թուրք է։ Այս առիթով լրագրող Դավիթ Վարդազարյանը իր Facebook-յան էջում գրեց. «Մեկ-մեկ որ Ազնավուրը հայտարարություններ է անում, միայն մի բան եմ ուզում ասել. դուք լավ է երգեք վաղինակ»։ Մարտն անհավանական ինտերվյու է տվել թուրքական մամուլին, տպագրվելու ժամեր անց հարցազրույցը ձեռքումս էր։ Երկրորդ օրն է չգիտեմ, անդրադառնամ թե ոչ։ Միայն մի բան գիտեմ, որ չանդրադառնալ չեմ կարող։ Թուրքական մամուլը սկսել է լրիվ թափով շահարկել Ազնավուրի ասածները, իսկ մեզ մոտ տեղյակ էլ չեն։ Հայկական բլոգոսֆերան ալեկոծած թուրքական մամուլի հարցազրույցի մասին քննարկումներին փորձեց վերջակետ դնել հաղորդավար Արտակ Հերիքյանը, ով գրեց հետևյալը. «Պարզապես թուրքական մամուլը իրեն հարմար լույսի ներքո է ներկայացրել զրույցը։ Իրականում Ազնավուրը բաց մարդ է, նույնիսկ ազգային կաղապարներով սահմանափակված չէ եւ դա պետք է նեղսրտելու, վիրավորվելու առիթ չդառնա մեզ համար։ Ֆրանսերենում, երբ ասում են մամերես թուրք, նկատի ունեն նրա քաղաքացիությունը եւ ոչ թե էթնիկ ծագումը»։ Իսկ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ ամենավերջում հայտարարեց, որ Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել։ Անցած շաբաթ Ստեփանակերտում շարունակվեց ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը։ Ամբաստանյալներից մեկը Ասկերովը մեկ անգամ եւս հաստատելով, որ համացանցում տարածված նկարահանումները ոչնչացված դիվերսանտ Հասան Հասանովի տեսախցիկով ինքն է արել, նշել է, որ Հասանի ձեռքին քարտեզ կար, որով նա կողմնորոշում էր իրեն, թե որտեղ եւ ինչ նկարահանումներ պետք է իրականացնի։ Հատկանշական է, որ վերոհիշյալ տեսախցիկում կային նաեւ Ադրբեջանում գերի ընկած պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջեղուլյանի հարցաքննության վերաբերյալ, որոնց մասին Ասկերովն իր խոսքով իբր տեղյակ չի եղել։ Հատկանշական է, որ վերոհիշյալ տեսախցիկում կային նաև Ադրբեջանում գերի ընկած պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջեղուլյանի հարցաքննության վերաբերյալ տեսանյութեր, որոնց մասին Ասկերովն իր խոսքով իբր տեղյակ չի եղել։ Հերթական ցուցմունքի ժամանակ ամբաստանյալ Գուլիևն էլ կրկին նշել է, որ ինքը ոչ մի վատ նպատակ չի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը հատելիս, ինչին հակասել է Ասկերովը, պնդելով, որ Գուլիևը շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է։ Նա Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակից է եւ նախօրոք պլանավորած է եկել Ղարաբաղ։ Իսկ դատախազային հարցին, թե որն է եղել նպատակը, որ նրանք իրենց հետ բերել էին նաև Ադրբեջանի դրոշներ, ամբաստանյալներից ոչ մեկը հստակ պատասխան չի տվել։ Երևանում հայտնաբերված եւ ձերբակալված ԶԱՊ մականունով օրենքով գող Անդրանիկ Սողոյանը մեղադրվում է հայ գործարարի սպանությունը պատվիրելու համար։ Նրա նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ ով Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությամբ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով եւ տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Ժողովուրդ թերթն ի դեպ գրեց, որ ԶԱՊ-ը երկար ժամանակ ազատ բնակվել է Գյումրիում Նանե հյուրանոցում, իսկ ժամանակ թերթն էլ Արդարադատության նախարարության մամլոյ խոսնակ Կարինե Քալանթարյանից հետաքրքրվեց Հայաստանը կհանձնի օրենքով գող Անդրանիկ Սողոյանին։ Ըստ մամլոյ խոսնակի, քանի որ ազատազրկման որոշումը նոր է հրապարակվել, Հայաստանն առայժմ Անդրանիկ Սողոյանին հանձնելու որոշում չունի։ Նա նաև նկատեց, երբ առաջանում են նման անհրաժեշտություն, ապա հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի համաձայն Հայաստանը դա կատարում է, գրեց ժամանակը։ Անցած շաբաթ շարունակվեցին կրակոցները քաղաքական դրդապատճառներով երկու թևի բաժանված նախկին ազատամարտիկների միջև։ Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Արմավիրցի ազատամարտիկ անհետ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանն արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հայտարարությանը, որով վերջինս ցանկանում էր խորհուրդներ տալ Երկրապահ կամավորականների միությանը, բավական սուր ու կտրուկ արտահայտվեց։ Այ Ռուստամ, արդեն քեզ իրավունք ես վերապահում ուրիշներին խորհուրդ տալ, չափիտ մեջ մնա։ Այ կովի կողմ մոռացել ես կով գողանալու համար 6 ամիս բռնվեցիր, բայց կաշիդ չես փոխել։ Դու եւ քո նմանները, որոնց քամակին գիտեն, քանի լատկա կա, իրավունք չունեն ոչ միայն
են խորհուրդ տալ, այլ ընդհանրապես խոսել։ Նոր պապա ես ճարել ու սազն առած Ֆաթուլայի նման գովերքում ես քո նմաններին։ Վազգենի անունը տալուց առաջ մտածիր, դու եւ քո նմանները իրավունք ունեք չարաշահելու Վազգենի անունը, մասնավորապես գրեց Նահապետ Թումանյանը։ Facebook-յան օգտատեր Արմեն Հովասափյանն էլ նկատեց, որ վերջին օրերին քաղաքական դաշտում տիրում են մարտական գործողություններ։ Գործող անձիկ էլ ազատամարտիկներն են, որոնք իրենց մեկնաբանություններով ու միմյանց հանդեպ հնչեցրած մեղադրանքներով հասարակության մեջ փոխել են ազատամարտիկ երկրապահի երբեմնի գոյություն ունեցած պատկերացումները։ Անթույլատրելի եւ խայտառակ երևույթ է, երբ ազատամարտիկները սկսում են քաղաքական պատվեր կատարել եւ արտահայտել մտքեր, որոնք իրենցը չեն, այլ ուղղակի հրապարակվում են քաղաքական եւ անձնական շահերից ելնելով։ Սա միանշանակ սազական չէ այն տղաներին, ովքեր ժամանակին մեկ բռունցք էին, իսկ այժմ բացի այն, որ գտնվում են հակառակ ճակատում, միաժամանակ միմյանց հասցեին հրապարակավ ցեխ են շպրտում, գրեց Արմեն Հովասափյանը։ Դե իսկ միջազգային անցուդարձից ուշագրավ կադրը Վլադիմիր Պուտինի եւ Անգելա Մերկելի մասնակցությամբ էր։ Հետևեք Գերմանիայի կանցլերի միմիկային ու արձագանքին Ռուսաստանի նախագահի պատմած անեկդոտին ամուսնական առաջին գիշերվա մասին։ Не действовать во время первой брачной ночи. Результат должен быть один и тот же, понимаете? Վերադառնանք Հայաստան, շաբաթներ շարունակ Ալավերդու Սարահարթ թաղամասի առաջին զանգվածի 18-րդ շենքի բակը կոյուղաջրերով է լցված։ Բնակիչներն անելանելի վիճակում են, չեն կարողանում անգամ լուսամուտ բացել։ Կոյուղաջրերն անարգել խառնվում են խմելու ջրին, որովհետև նույն հատվածում խմելու ջրի խողովակները նույնպես վթարված են։ Այս մասին անցած շաբաթ ահազանգեց տեղի անկյուն գումարած 3 հեռուստաընկերությունը։ Դե իսկ Երևանում խմելու ջրի մասին ահազանգ հնչեցրեց Facebook-յան օգտատեր Լիլիթ Գալստյանը։ Հրապարակած տեսանյութում հեղինակը էլեկտրոլիզի փորձարկման էր ենթարկել սովորական ծորակի եւ զտող սարքի ջուրը։ Արդյունքներն ուղղակի սարսափելի էին։ Երկու դեպքում էլ ջրի մակերեսը պատվում է վնասակար նյութերով։ Լիլիթ Գալստյանը մտահոգություն էր հայտնել, որ այս ջուրը խմում ենք մենք եւ տալիս ենք մեր երեխաներին։ Խմելու ջրի մասին սարսափելի տեսանյութից ազդվածների համար գրառում կատարեց նաև Աշոտ Խուրշուդյանը ու նշեց հետևյալը. Մտահոգվելու մի ձև կա միայն, եթե ջուրը խմելուց հետո էլեկտրոլիզի ապարատը կուլտակ ու միացնեք հոսանքին, ապա այո, այդ նույն քիմիական ռեակցիան ձեր ստամոքսում էլ կիրականանա։ Միկրոտարրերը, աղերը, միներալները, մետաղները ու ինչ ասես ջրի ու սննդի միջոցով մտնում են մեր օրգանիզմ ու նաև դուրս են գալիս։ Խնդրեք այդ էքսպերիմենտ անողին մի հատ էլ իր մեզի ենթարկի էլեկտրոլիզի, որ հասկանա, թե ինչպես են այդ նույն միկրոտարրերը դուրս գալիս օրգանիզմից։ Իհարկե մեր ջուրը կոշտ է, ջրի որակի խնդիր ունենք, բայց քիմիայի ծանրագիտությունը որպես սարսափ մի տարածեք։ Մենք ջուր ենք խմում, ոչ թե ջուր, կաթոդ, անոդ ու հոսանք, որ այդ քիմիական ռեակցիան մեր մեջ լինի։ Ավելին, հոսանքով ջրից ստանում ենք նաև ջրածին ու թթվածին։ Հիմա վայևույթ դնենք, որ խմած ջուրը մեր ստամոքսում գազի է վերածվում։ Հաղորդման այս հատվածում շաբաթվա ուշագրավ մի քանի դեպքեր ու մտքեր կարճ եւ առանց մեկնաբանության։ Բարև ձեզ։ Ինչ եք ղեկավարելու նոր նախարարությունը։ Ես տեղյակ չեմ, դա նախագահան եւ վարչապետը կորոշի։ Եթե մեզ կհանձնարարեն, ուրեմն կղեկավարենք, եթե ոչ, ուրեմն ոչ։ Նոր նախարարություն է ստեղծվում, արդյոք սա Եվրասիական միության ինտեգրման հետ կապված է։ Տնտեսական ինտեգրացիան վերաբերում է ոչ միայն Եվրասիական միությանը։ Ինչու՞ չեք կառնում նորմալ խոսում լրագրողների։ Ներողություն, ինչու՞ չեք նորմալ հարց տալու։ Դրանք իսկապես շատ կան։ Ձեռնարկություններ կան, օբյեկտներ, որոնց տերերը հայտնի մարդիկ են եւ նրանք ունեն լեգի գծեր։ Ցավոք, ես ցախ գծեր ունեցողների լուրջ սպառիչների վերաբերյալ նման տեղեկատվություն չունեմ։ Եթե դուք մտածում եք, որ եթե ձեզ պետք է գործ տամ որոշ մարդկանց վրա, դուք սխալվում եք։ Կներեք պարոն Արվեստյան, մի միջամտեք, ձեր մասին չխոսքը։ Եվ քանի որ պատասխանատվություն իմ վրա է, ես թույլ չեմ տալի ոչ պարտություն, ոչ իմ թիմի որից է մեկի մատը փուշ մտնի, ոչ էլ ժողովրդի։ Որպեսզի ինչ-որ մի բան տաքացնես, թեժացնես, պետք է կարողանաս ավելցուկ էներգիա արտադրել։ Ես կարծում եմ եռյակի էներգիան հազիվ հերիքում է իր ընթացիկ գործունեության համար, ուր մնաց ինչ-որ մի բան տաքացնելու կամ թեժացնելու։ Ես չեք տեսնում, այնքան շատ է, որ մենակով 15 հոգի տաքացնում եմ։ Բաթումի այցելող հայերն այսուհետ կարող են ավելի վստահ քայլել վրացական այդ քաղաքի փողոցներով։ Այսօրվա իմ հյուրը լրագրող է, ով իր մասնագիտական գործունեության ընթացքում պատահաբար պարզել է, որ Բաթումի քաղաքի հիմնը իրականում հայկական երգի ձևափոխված տարբերակն է, սակայն այն ներկայացվում է որպես վրացական։ Հենց այդ բացահայտման մասին էլ այսօր զրուցում ենք լրագրող Արմեն Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, թերևս հարցազրույցը սկսենք հետևյալ թեմայի շուրջ ու բարձաբանումներից։ Ձեր վերջին հոդվածներից մեկում անդրադարձել եք հերթական, այսպես կոչված պլագիատին, սակայն այս
պարագայում, որքան էլ որ զարմանալի է, այդ պլագիատի հերոսները ադրբեջանցիները չէ, որովհետև մենք արդեն սովոր ենք նրանց գրագողության բազմաթիվ դեպքերին, այս անգամ հերոսները վրացիներն էին, ինչպես հայտնաբերեցիք մեղավորներին։ Летом этого года я абсолютно случайно наткнулся на видеоклип, видеоролик в интернете, где польская певица Наталья Леш, по-моему, произносится правильно, поет песню, которая называется «Батуми». Очень красивая песня, очень мелодичная, очень красивый клип, в котором рассказывается о городе Батуми. Прекрасный город, прекрасно сделанный клип, красивый город, красивые девушки поют, танцуют. Такой он рекламного характера клип на очень красивую песню. И под роликом написано «Наталья Леш, песня Батуми». Все, больше никаких опознавательных, так сказать, знаков, то есть кто автор слов, кто автор музыки, кто играет, ничего нет. Ну, хорошо. Польская певица поет о грузинском городе, не очень понятно, ну да, кто о чем хочет, о том и поет. Но песня мне показалась очень знакомой. Где-то я ее очень давно слышал. Несколько дней у меня эта песня крутилась, этот вот припев «Батуми», «Батуми», но мне все время казалось, что мало того, что я эту песню где-то слышал, я еще и слова другие слышал. Да? То есть вот вместо слов «Батуми» были какие-то другие слова. Я начал копаться в интернете, начал говорить со своими товарищами, тоже моего возраста, которые могли бы вспомнить. И кому я не говорил, кому я не показывал этот ролик, все говорили, что да, мы эту песню знаем, мы ее и раньше слышали. Потом я связался со своими грузинскими товарищами, которые тоже занимаются музыкой, и спросил, откуда эта песня, кто ее автор. Они сказали, что, ну это да, я говорю, это, ребята, это старая песня, она не 12-го, не 13-го года, и явно вот эта певица, она не является автором этой песни, и она не первый исполнитель этой песни. Грузинские товарищи сказали, что да, конечно, это не ее, это там ремикса старой польской песни. Я начал искать и нашел, что действительно это песня, которую где-то в середине 60-х годов пела польская такая вокальная группа, называлась женская группа, называлась «Филиппинки». Да? Ну вот сейчас Spice Girls, а тогда были «Филиппинки». Очень известная в Советском Союзе была группа. И вот, мол, это в прошлом году это Наталья Леш, она перепела песню своей же польской группы «Филиппинки». Տեսեք, պարոն Մանուկյան, դուք ասում եք, որ երկար օրեր այս երգը ձեր գլխում պտտվում էր, դուք անդադ ինչ-որ կապեր էիք հաստատում ընկերների հետ, խոսում էիք այս թեմայով, որն էր պատճառը, որ այսքան հետևողական էիք այս հարցում։ Вы знаете, я вообще очень увлекаюсь музыкой. У меня огромная коллекция музыки дома. И кассеты, маленькие виниловые пластинки, сейчас CD, DVD, да. И вообще я, сколько себя помню, занимаюсь музыкой на любительском уровне. Последние лет 20 я пишу о музыке. В газете, в интернете сейчас, да. И у меня очень хорошая музыкальная память. Я один-два раза, если слышу мелодию, она у меня остается в голове на очень долгие годы. И кроме того, да, почему я именно к этой, ну, будем говорить, пристал, что ли, песни, да? Дело в том, что у меня четко в голове звучала эта мелодия с другими словами, почему-то мне очень близкими. Я знал, что эту песню я слушал чуть ли не в детстве, лет 50 тому назад примерно. Мне было очень интересно, а тем более, когда мои грузинские друзья меня уверяли, что это польская песня, и они в этом уверены, у меня такое какое-то охотничье чувство появилось. Я думал, что нет, надо докопаться, потому что я был уверен, что это не польская и уж тем более не грузинская песня. И в конце выяснилось, я абсолютно случайно наткнулся, когда я нашел вот эту старую пластинку, и увидел, что 60-х годов пластинку, я увидел, что там, да, написано, что это песня, да, я вспомнил слова. Однажды утром буквально я вспомнил, что вместо слов «Батуми» было слово «Гюльнара». Ну, а раз название песни вспомнил, дальше уже было нетрудно. Я залез в интернет, во все эти Википедии, Евалин, и нашел автора песни. Это был Артемий Айвазян.
наш Артем Айвазян, песня Гюльнара на слова Олега Гукасяна. Бачана пола Батуми И поет мой милый любя Для тебя Cykada mi dźwięczący świt Świadkiem był szczęścia chwil. Пели эту песню все, кто угодно. И вот я сразу вспомнил, что это была очень популярная песня. Ее пели и российские исполнители, и пел даже знаменитый Рашид Бейбутов, певец, азербайджанский певец, который сначала пел в оркестре у Артема Айвазяна, здесь у нас в Армении, потом уехал в Баку, здесь он был Рафаэль Бейбутов, уехал в Баку, стал Рашид Бейбутов. И вот в его исполнении эту песню у меня просто в ушах до сих пор звучит его голос, я слова даже какие-то помню. Так вот, на пластинке «Филиппинок» в 60-х годах было написано, что автор Айвазян, ну, слова были уже польские, какого-то польского автора. А вот в сегодняшнем исполнении этого упоминания уже нету. Как выяснилось, эту песню, я не знаю, почему эту песню выбрали, ну, наверное, потому что это Батуми, по заказу Михаила Саакашвили. Да, я нашел даже интервью этой польской певицы польскому телевидению, в котором она рассказывает об истории создания этого клипа. Она долго рассказывает, что ее пригласил Михаил Саакашвили, что были выделены деньги, были собраны прекрасные режиссеры, клипмейкеры, вертолет был подключен для того, чтобы снять этот клип, то есть там сверху, снизу снимали, да, очень красивый, действительно очень красивый клип. И вот она минут 15 это все рассказывает и нигде ни разу не говорит, не называет имя автора песни. Տեսեք, այս ամենի հետևանքը թերևս այն է, որ մենք ոչինչ չենք անում այս ոլորտներում, ոլորտը բաց է ու բարձի թողի վիճակում, նույնը նաև այսօր է կատարվում։ Մեր շոու բիզնեսի կատարողների շատ երգեր, որքան էլ քննադատում են, այնուամենայնիվ, օրինակ բուլղարացիները վերցում են մեր հայտնի երգչուհիներից մեկի երգը, ներկայացնում են որպես իրենցը, չի պահպանվում հեղինակային իրավունք, սակայն այդ երգչուհին այստեղ ընդհանրապես ասում է, որ տեսեք, այսպիսի բան է կատարվել, այդ տեսահոլովակն է ցուցադրում, որ իմ երգից հետո է YouTube-ում հայտնվել ու այդքանով ավարտվում է։ Հետևողական չեն լինում ու չեն հարցնում վերջնական արդյունքի, այսինքն պատժել ինչ-որ ձևով բերել օրինական դաշտ եւ այլն եւ այլն։ Այս ամենի հետևանքն է նաեւ մեր սկզբնական պատմությունը թերևս։ Естественно, нужно, на мой взгляд, нужно создать некую группу, в которой будут ходить журналисты, которые будут отслеживать весь материал, радио, телевидение, интернет, естественно, да, потому что очень-очень часто встречаются такие факты. Говорят, что, ну это не важно, подумаешь, там кто-то из Ленинграда написал, что это, предположим, русский, айвазовский русский художник. Да, но он написал, тысячи человек это прочитали, и у них в голове это осталось, что айвазовский русский. Я не предлагаю в суд подавать на этого человека, но написать тут же, отреагировать на это. Անցած շաբաթ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մալաթիա բժշկական կենտրոնում առանց ձեռքերի եւ ոտնաթաթի նորացնի աղմկահարույց ծնունդին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է. Համապատասխան քննարկում է լինելու նախարարությունում առհասարակ բոլոր մայրական եւ մանկական խնդիրները այդ խորհրդում պետք է քննարկվեն։ Դրանից հետո մենք կարող ենք տալ համապատասխան բացատրություններ։ Արատներն առհասարակ տարբեր պատճառաբանություն ունեն եւ միանշանակ այստեղ ասել թե ինչի հետ է կապված արատով ծնունդը, ես չեմ կարող մեկնաբանել, բայց դա բաց քննարկում է լինելու եւ կարող եք մասնակցել ու ծանոթանալ։
Դե իսկ ցավոտ մեկ այլ խնդրի հիվանդ երեխաների բուժում արտերկրում կազմակերպելու բարդությունների մասին անցած շաբաթ խոսեց ծնող Ռոզա Ասատրյանը։ Այսօր հասկացա, որ եվրոպացիների մեծ մասը միայն բարեհամբույր ժպտում է։ Սկոլիոզով հիվանդ երեխայիս համար արդեն 1 տարի է դռնեդուռ եմ ընկած ու Հայաստանում ոչ մի բժիշկ չի կարողանում ստանձնել երեխայի բժշկության հարցը։ Անգամ Երևան ժամանած արտերկրի մասնագետները չեն կողմնորոշվել ինչ անել, մեկնաբանելով, որ արտերկրյա հետազոտություն է անհրաժեշտ համապատասխան բուժկենտրոններում։ Ահա այս կոնսիլիումի եզրահանգումով դիմեցի Բեռլինի Հելիոս կենտրոն, որտեղ նշանակեցին բուժզննում ու հետազոտություն։ Անգամ բժիշկը տեղեկանալով մեր պայմանների մասին հրաժարվեց նախնական հոնորարից ու հրավեր ուղարկեց հիվանդանոցի անունից։ Ուրախությունս կարճ տևեց։ Պարզվեց մեր երկրում գործող դեսպանատները վստահություն չունեն մեր երկրի քաղաքացու հանդեպ, անգամ այն քաղաքացու, որը վայրկյան իսկ չունի հապաղելու եւ որի կյանքը նրանց որոշումից է կախված։ Դիմեք օգնության կարիք ունեցող երեխայի ծնողին, եթե որևէ հարցով կարող եք աջակցել։ Երևանի Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում մինչև դեկտեմբերի 1-ը ցուցադրվում է Վահագն Համալբաշյանի եւ Նարեկ Բախտամյանի համատեղ աշխատանքը։ Ցուցահանդեսն իրենից ներկայացնում է նոր փորձարարական նախագիծ։ Յուրահատուկ ցուցահանդեսին ներկայացված են լուսանկարչության, գեղանկարչության ու տպագրական տեխնիկայի միախառնումով ստեղծված 13 գործեր։ Ճանապարհորդելիս հանդիպում ես պատկերներ, որոնք իրենց նշանային իմաստ ունեն ու ֆիքսում ես դրանք լուսազգայուն նյութի վրա, ինքդ էլ դառնալով պատմության մի մասը։ Դու այլևս կրում ես այդ դեմքերը, վայրերը, տներն ու փողոցները, դրանց կենսագրությունը։ Այդ կենսագրության մի մասն է նաև փոխակերպումը, որը կարող է ունենալ տարբեր արտահայտչամիջոցներ։ Մենք ընտրել ենք տպագրական տեխնիկան, որը օգտագործվել է 100-ամյակներ առաջ։ Միախառնել են գույներ ու այնուհետև ծանր սալով դաջել ենք պատմության մեր ընկալումը թղթի վրա։ Դրանով իսկ պատկերները ստացել են նոր իմաստ, նոր գույն, նոր բնավորություն։ Այսպես են բացատրում իրենց համատեղ աշխատանքը Վահագն Համալբաշյանն ու Նարեկ Բախտամյանը։ Նոյեմբերի 1-ին Միացյալ Նահանգներում մահացած 34-ամյա դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին Կարքին Հասոյին ըստ ընկերներից ստացված տեղեկությունների կհուղարկավորեն Հայաստանում։ Ընկերների փոխանցմամբ դերասանուհին մահից առաջ խնդրել է, որ իրեն տեղափոխեն Երևան եւ հուղարկավորեն Հայաստանում։ Հիշեցնենք, որ Հասմիկը 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ 1 տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդու Ներսեսի հետ։ Հասմիկը ծանր հիվանդ էր, քաղցկեղուն էր։ Դերասանուհու ամուսինը Facebook-յան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ։ Ես միշտ սիրելու եմ քեզ կյանքս, մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու։ Ես քեզ խոսք տվեցի, որ իմ գրկից բաց չեմ թողնի, կներես ինձ, գրել է նա։ Like a sunset, dying with the rising of the moon. Gone too soon. Նկարչուհի Արև Պետրոսյանը անակնկալ է պատրաստել Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու համար։ Եկեղեցու 100-ամյակի առթիվ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եկեղեցուն է նվիրել իր հրաշալի ստեղծագործությունը։ Նկարի երկարությունը 10 մետր է, իսկ բարձրությունը 2.5։ Լուսանկարիչ Գերման Ավագյանն էլ անդրադարձավ մեծ դերասան Սոս Սարգսյանի վերջերս Ստեփանավանում տեղադրված արձանին։ Նա հրապարակել է իր կողմից արված լուսանկարն ու գրել, որպեսզի երեխաները նրան նայելով դառնան այդպիսին, արձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է։ Երեխաներ, պետք չէ, մի սկսեք ծխել։ Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի նախկին падգամավոր Հակոբ Հակոբյանը ճոյտը նոր բիզնես է հիմնել։ 38 տարեկանում Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ավարտած Հակոբյանը վերջապես հնարավորություն ունի իրականացնել վաղեմի երազանքը։ Նախկին падգամավորը ֆիլմերի սցենարներ է գրում, այնուհետև դրանք նկարահանում եւ էկրանավորում։ Եվ ահա Հակոբ Հակոբյանի ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ արձանագրված պատահարն անցած շաբաթ թեժ քննարկման առիթ դարձավ։ Թալինի շրջանի Հակո գյուղում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհի Լուիզա Խամբարյանն ուշագնաց է եղել։ Նկարահանում էինք մի տեսարան, որտեղ 350-400 գաղթականների թուրքերը ձիերով տանում էին եւ հարվածում։ Ըստ սյուժեի Լուիզան պետք է ինքնասպան լիներ եւ դա նկարահանելուց էլ ուշագնաց եղավ։ Մեզ մոտ բժիշկներ կային, ովքեր օգնության հասան։ Ասեկոսեյեմի հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանը։ Դե իսկ արվեստագետ Լևոն Մութաֆյանն էլ անդրադառնալով այս լուրին գրեց հետեւյալը. Եթե մի ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը ճոյտը լինի, իմ սիրելի Լուիզա Ղամբարյանն էլ նկարահանման ժամանակ ուշաթափ կլինի։ Միայն արվեստն էր մնացել, որ ճոյտանմանները չաղավաղեին, բայց դրանք արվեստ էլ մտան։
Տևական ժամանակ է, ինչ դերասանուհի Անժելա Սարգսյանը չի երևում հեռուստաէկրաններին, սակայն շարունակում է խաղալ Երևանի դրամատիկական թատրոնում։ Միաժամանակ Անժելա Սարգսյանը բավական ակտիվ է Facebook-ում, որի միջոցով վերջին շրջանում ներկայացնում է, թե ինչպես է զբաղվում դայվինգով։ Ասեկոսայեմի թղթակցին դերասանուհին ասել է, թե առաջին անգամ չէ, որ զբաղվում է էքստրեմալ սպորտաձևով։ Ժամանակին նույնիսկ շրջան է եղել, երբ զբաղվել է պարապլանով եւ ալպինիզմով։ Անժելային իր մարշչի Ռաֆայել Մկրտչյանի շնորհիվ առաջին անգամ Սևանում հաջողվել է սուզվել 17 մետր եւ ջրում մնալ 45 րոպե, ինչը սկսնակի համար լավ արդյունք է։ Հետագայում Անժելան գերազանցել է ինքն իրեն եւ հաղթահարել է 30 մետր խորություն, ջրում էլ անցկացրել է 2 ժամ 20 րոպե, սակայն այդքանով դերասանուհու հաջողությունները չեն սահմանափակվում։ Օրեր առաջ քննություն եմ հանձնել, դայվ մաստեր ստանալուց հետո էլ այսուհետ կարող եմ աշխատել որպես դայվեր, ինչպես նաև դասավանդել, այսինքն ֆիզիկոսից եւ դերասանուհուց հետո ձեռք եմ բերել 3-րդ մասնագիտություն, ասել է Անժելա Սարգսյանը։ Հաղորդման այս հատվածում կրկին շաբաթվա ուշագրավ մի քանի դեպքեր ու մտքեր եւ նորից կարճ ու առանց մեկնաբանության։ Աստծո պատվիրանները, մի շնացի, մի գողություն արա եւ այլն, դա շի շարունակում։ Մեկը ասում են, ասում մի գողացի։ Ախպեր է դա։ Հա։ Դա ես չեմ ասել, դա մեր ովքեր ասում։ Պարոն Միրումյան ասում է, արա հանգստացեք, լուրջ արտոնություն չկա ընդհանրապես։ Ոչ մի բան չկա, ասում արանք։ Ինչ եք խառնվել իրար։ Ինչ ես կերել, ասում եմ, ոչ մի բան չեմ գրել, ինչ ես կերել, վրի կապր, ասում եմ, ուտելու, ասում եմ, չեղավ, հեչի չապել չեղավ։ Հիմա ես նա, ասում եմ, մեկա վճարում, 5-ա վճարում, ասում եմ, փող պետք չտաս։ Եթե կլրանա իրեն աշխատանքի ժամկետը, խնդրեմ։ Երեխեք, օգնեք, երեխեք։ Շաքարավազի շուկայի մեծ մասը, մոտ 99%-ը պատկանում է Ալեքս Գրիգ ընկերությանը։ Հիմա ես ներողություն եմ խնդրում պարոն Ալեքսանյաններին, որ ինձ օգնեն, որ իրանց հանդեպ վատ էի խոսացել, հիմա ես ներողություն եմ խնդրում, որ ինձ օգնի պարոն Ալեքսանյանը, հաց տա ինձ, օգնություն տա։ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության Օլիմպիկ Լենս հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով, սակայն այդ օրը մեկ այլ եւ ոչ ֆուտբոլային հաղթանակ են գրանցել մարզադաշտում գտնվող մարսելաբնակ հայ երիտասարդները։ Մարսելի դաշնակցության նոր սերունդ երիտասարդական միության անդամները մարզադաշտում բողոքել են հյուրընկալող թիմի Լենսի ֆուտբոլիստերի մարզաշապիկներին դաջված գրության դեմ։ Տեղեկացնենք, որ Լենսի սեփականատերը ադրբեջանցի Հաֆիզ Մամեդովն է։ Սա Եվրոպայում արդեն երրորդ թիմն է, որը միլիոնավոր դոլարների դիմաց համաձայնել է դառնալ Ադրբեջանի քարոզիչը եւ մարզաշապիկներին կրել Ադրբեջան հրո երկիր գրությունը։ Նշենք, որ Ադրբեջանը հովանավորում է նաեւ իսպանական Ատլետիկոին։ Սրանի պատասխան նոր սերունդ միության հայ երիտասարդները հենց մարզադաշտում հազարավոր հանդիսականների աչքի առջև պարզել են Ադրբեջան քրյացին երկիր գրության պաստառը։ Իրավապահներն այս ակցիային որևէ կերպ չեն միջամտել։ Մեկ զվարճալի տեսանյութի մասին։ Մերկ Սևամորթը Երևանի փողոցներում։ Երևանում մեքենայի անվտանգության տեսախցիկը ընթացքից ֆիքսել է մայրաքաղաքի մայթերից մեկում կանգնած Մերկ Սևամորթին, որը միայն գոտկատեղից ներքև ծածկվել էր բաղնիքի սրբիչով։ Անցած շաբաթ համացանցի հիթ էր դարձել նաև երաժիշտ Կարեն Մամիկոնյանի եւ երգիչ Միշա Ամիրյանի Զվարթնոց օդանավակայանում համատեղ կատարումը։ Երիտասարդ երաժիշտները եւս մեկ անգամ ցուցադրել են իրենց հմտությունը եւ հանդես են եկել ցնցող կատարմամբ։ Եվս մեկ լուր, մայրանալուց եւ ակտիվ ստեղծագործական գործունեության վերադառնալուց հետո ԱՄՆ-ում գտնվող սիրված երգչուհի Սիրուշան նորանակնկալ ունի իր երկրպագուների համար։ Հայկական շոու բիզնեսում լեգենդ համարվող երգիչ Հարութ Փամուկչյանի հետ Սիրուշան հանդես է եկել զուգերգով ներկայացնելով հայտնի ու սիրված երգը տարիներ։ Դատելով առաջին արձագանքներից ձախ Հարութի հետ Սիրուշոյի զուգերգը խոստանում է դառնալ հայկական շոու բիզնեսի վերջին տարիների գլխավոր հիթերից մեկը։ Սերն ու արցունքները ուժ դարձան, երասները խանգան, մայրամուտի վերջին շողի նման։ Եվ վերջում հաղորդմանն աջակցելու իմ արտաքին տեսքն ապահովելու համար շնորհակալություն եմ հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին։ Image Studio, որտեղ կընդգծեն ձեր գեղեցկությունը։ Հասցե Իսահակյան 14։ Սա թոփ տեսներ, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացրեց մեկ հաղորդման մեջ։ Ցասե Տանի Միրաքյանն կհանդիպենք։